Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն նահանջի շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։ Իր ելույթում նա մեղադրել է Միացյալ Նահանգներին ընդվզումներ հրահրելու համար, ցուցարարներին անվանելով վանդալներ։ Խամենեիի խոսքով ցուցարարները գործում են օտարերկրյա օրակարգի շրջանակում, փորձելով հաճոյանալ այլ երկրների առաջնորդներին։ Ըստ որոշ իրանական տելեգրամ ալիքների, չնայած համացանցի սահմանափակումներին եւ ուժայինների կոշտ միջամտությանը, Իրանի քաղաքներում բողոքի ալիքները չեն մարում։ Թեհրանում եւ այլ վայրերում ցուցարարները հրկիզել են կառավարական շենքեր եւ պարզել մինչեղափոխական շրջանի դրոշները։ Բողոքի ալիքը նոր թափ է ստացել Իրանի շահի վտարանդի որդու Ռեզա Փահլավիի կոչից հետո։ Իրավապաշտպանների տվյալներով բախումների հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ, իսկ ձերբակալվածների թիվն անցնում է 2200-ը։ Պաշտոնական Թեհրանը հայտնում է նաև Իսրայելի Մոսադի գործակալների ձերբակալության մասին, որոնք ըստ իրանական կողմից ծրագրում էին սպանություններ իրականացնել մեղքը պետության վրա բարդելու նպատակով։ Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունների կողմնակիցները հակաակցիաներ են իրականացրել։ Իրանական պետական հեռուստառադիո ընկերությունը հայտնել է, որ նման ցույցեր են կազմակերպվել Զենջանում, Ահվազում, Արդեբիլում եւ այլ քաղաքներում։ Այս միջոցառումների մասնակիցները դատապարտել են անկարգությունները եւ իրենց աջակցությունը հայտնել իսլամական վարչակարգին։ Փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջել են վերջ տալ օտարերկրյա միջամտությանը։ Իրանում տարածվող բողոքի ակցիաների ֆոնին երկրորդ օրն է Երևանում է Իրանի փոխարտգործնախարարը։ Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններ են կայացել։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին առնչվող հարցերը։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային զարգացման ուղղված նախագծերին, այդ թվում Թրիփուղի ծրագրի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր հնարավորություններին։ Քննարկումներ են տեղի ունեցել էներգետիկայի ենթակառուցվածքների, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Ալեպում մարտերը շարունակվել են չնայած հրադադարի մասին պայմանավորվածությանը։ Քրդական Սիրիայի դեմոկրատական ուժեր զինված խմբավորման անդամները հրաժարվել են նահանջել եւ դադարեցնել մարտերը։ Սիրիայի ուժայինները ձերբակալել են ՍԴԿ-ի մի շարք անդամների Շեյխ Մաքսուդ թաղամասի 2/3-ից ավելին խուզարկելուց հետո հայտնել է Սիրիայի պետական սանրադատական գործակալությունը։ Մարտերի հետևանքով տեղահանվածների թիվը հասել է 160,000-ի։ Սիրիայում իրավիճակը բարելավելու համար Եվրամիությունը $722 միլիոն է հատկացրել երկրի վերականգնման համար, հայտարարելով նոր քաղաքական գործընկերություն սկսելու մտադրության մասին։ Թուրքիան իր հերթին ուշադիր հետևում է իրադարձություններին եւ քրդական ուժերից պահանջում կատարել նախկինում ձեռք բերված համաձայնությունը եւ միանալ Սիրիայի պաշտպանական ուժերին։ Because if we don't do it, Russia Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը չի վախենում Եվրոպայից, այլ իր առաջնորդած ԱՄՆ-ից։ Վենեսուելայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ հարցին Թրամփը պատասխանել է, թե Պուտինին ձերբակալելու անհրաժեշտություն չի լինի, ինչպես դա արվել է Մադուրոյի դեպքում։ I'm not talking about money for Greenland yet. I might talk about that. ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձեռք կբերի Գրենլանդիան անկախ այն հանգամանքից գրենլանդացիները ցանկանում են դա, թե ոչ։ Թրամփը նշել է, որ եթե դա չանեն իրենք, ապա Գրենլանդիան սեփականաշնորհելու փորձ կանի Ռուսաստանը կամ Չինաստանը։ Հարցին, թե ինչու է ցանկանում, որ ԱՄՆ-ն իշխի Գրենլանդիային, այլ ոչ թե պարզապես ընդլայնի այնտեղ ամերիկյան ռազմական ներկայությունը, Թրամփը պատասխանել է. «Մեջբերում, երբ Գրենլանդիան անցնի մեր վերահսկողության տակ, մենք պաշտպանելու ենք նաև ռազմական կողմից»։